Անայմս գրելն էլի Հարգելի երկրաբնակներ, միայն այն ժամանակ կգա Աստծո արքայությունը, երբ մարդը Հիսուս Քրիստոսի խոսքերը կընդունի ուղիղ եւ բառացի։ Դա կապ չունի ով է ընդունում, բացարձակապես ընդունում է Պաուլ Հայրիկյանը, Սերժ Սարգսյանը, Հրանտ Բակրատյանը, Վարդան Սեթրակյանը, Արման Մելիքյանը, Անդրեաս Ղուկասյանը, Օբաման, Պուտինը, Մուհամեդ Մուսին, Ահմադինեժադը, ես, Արտուրը, նշանակություն չունի, երբ որ մարդը Հիսուս Քրիստոսը հենց ինքը ասեր, եթե թողնես անձդ, ուրանաս ընտանիքիդ, վերցնես խաչդ, թողես ունեցվածքդ ու գաս դեպի ինձ, ուրեմն արժանի ես ինձի։ Ու երբ որ լսես ինձ ու կատարես իմ պատվիրանները, ինձանից մեծ գործեր կանես։ Իսկ ինքը մահացած մարդուն կենդանացնում էր։ Այսինքն կատարում էր ատոմային փոփոխություն։ Եթե հավատում ես Հիսուս Քրիստոսին, ուրեմն պետք է հավատաս, որ ինքը կարում էր ատոմների մեջ փոփոխություն կատարել, եւ ինքը կենդանի է, եւ կա, եւ ունի մարմին, եւ ոնց որ համբարձվեց, ու ասես տեսեք ես մարմնով եմ, ոնց որ իր հայրը, որ ստեղծեց մեզի։ Եվ գլխավորը ընդունելով Հիսուս Քրիստոսին ամեն անձ հասկանում է։ Դա նշանակում է թողել ունեցվածքը եւ գնալ Հիսուս Քրիստոսի հետևից։ Դա ասված է բառացի եւ ուղիղ։ Դա նշանակում է Հիսուս Քրիստոսը ասելով այնտեղ այն Աստծո արքայության դռների տեղը շատ պարզ նշեց։ Թե որն է դռների տեղը։ Հենց որ հարգելի հայրենակիցներ, միացեք եւ կոչ արեք անկախ նրանից ով է լինելու նախագահան, թող լինի Հիսուս Քրիստոսին լսող։ Ոչ թե միայն նրա խոսքերը կրկնող, ոչ թե միայն մեջբերումներ անող, այլ լսող եւ կատարող նրա խոսքերը։ Եվ այդ դեպքում ամեն անհատ, որը իրեն համարում է քրիստոնյա, պետք է իրան պարտավորված զգա ընտրել մի առաջնորդի, որը որ կարգված է Աստծո կողմից, եւ իշխանություններն են կարգված Աստծո կողմից, եւ ամեն ինչ է կարգված Աստծո կողմից։ Եվ պետք է գա ժամանակ, որ հայրը հասկանան, որ իրանք ամենաբարի ժողովուրդն են, եւ ամենաբարի ժողովուրդը լինելով պետք է էլ ավելի բարիանան, դառնան բարեգույն, իսկ հետո համակ բարի, որպեսզի ամբողջ աշխարհին ի ցույց դրվի եւ ում տրված է հոգու պարգև, դա կլինի հրյա հայ, թե աֆրիկացի, կմտնի Աստծո արքայություն։ Եվ միայն Աստվածը, որ պետք է քննի մարդու հոգիները։ Այսօր աշխարհի խալխլված վիճակում տեսնելով Հյուսիսային Կորեայի պահելաձևը, տեսնելով երկնային քարերի ընկնելը, տեսնելով Հռոմի Պապի վարքագիծը, տեսնելով այն կայծակը, տեսնելով Սիրիայի ներքին քաղաքական արտաքին պատերազմը, Թուրքիայի նման վարքագիծը նման արարքներից հետո, տեսնելով հրեայի չընդունելը Հիսուս Քրիստոսին, տեսնելով աշխարհի ողջ պատմությունը, գոնե այն մարդիկ, ովքեր որ ասում են հավատում են, պետք է հասկանան, որ այդ հավատի հետ մեկտեղ պետք է կատարեն։ Իսկ այդ կատարելը միայն լավ բանի է բերում։ Դու մի մտածի, թե վաղը ինչ պետք է ուտես կամ ինչ պետք է խմես կամ ինչ պետք է հագնես։ Հենց ինքը Հիսուսը ասեց, որովհետև քո հայրը տես ինչպես է հագցնում այն խոտերին, որ Սողոմոնը, որ իր թագավորության մեջ նման կերպ չհագնվեց։ Եվ դուք լինելով սատանա ձեր որդիներին քար չեք տալիս եք ամենալավը, ձեր հայրը ոնց կարող է ձեզի վատ բան տա։ Եվ դա նրա փոխարեն, որ միայն ապաշխարեք, եւ ընդունեք, որ մեղավոր եք, եւ ուզենաք սիրել մեկը մյուսին։ Բոլորդ պետք է սիրեք բոլորին։ Կապ չունի դա նախագահ է թե բոմժ։ Պետք է սիրեք մեկը մյուսին, օգնեք մեկը մյուսին, բարձրացրեք։ Եվ միայն ձեր միասնական ընտրությունով եւ միասնական ապացույցով, որ գնում եք դեպի Հիսուս Քրիստոս,
այդ դեպքում աշխարհին կցնցեք եւ կբացատրեք, որ դուք ճիշտ եք ասում, որ դուք հին ցեղ եք, դուք առաջին ընդունել եք քրիստոնեությունը։ Մենք ընդունում ենք, որ մենք մեղավոր ենք, մենք ընդունում ենք, որ մենք հայ ենք, որ մենք հայ առաքելական եկեղեցու անդամ ենք, որ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք, որ մենք հայ գենն ենք կրում, որ մենք ընտանիք ունենք ազգական, մենք ունենք թաղամաս եւ այդ ամեն ինչը սիրում ենք ըստ իր չափերի։ Բայց պետք է գա ժամանակ, որ մենք ավելի մեծ սիրենք, ավելի շատ սիրենք։ Եվ ինչ է Իրանից ներկայացնում փողը։ Սատանի գործիք, հրյաների ստեղծած մի հատ հրաշալի տնտեսության հիման վրա ստեղծած հրաշալի գաղափար, որ կարողանում է ամբողջ աշխարհը ղեկավարի, եւ որը դուք օգտագործում եք, կրում եք ձեր գրպաններում իմանալով, որ վրան բուրգ կա, իսկ այդ բուրգի նշանակությունը ինչ է։ Մենք էլ ենք դա արել, բայց ես զղջում եմ այսօր մեր արածների համար, որ մենք փողի գերի ենք եղել։ Ու այնքան ինձ հպարտ եմ զգում, որ ես վախում եմ մենակ Աստծուց։ Քանի որ չկա ավելի մեծ բան, քան նա, ով երկյուղ ունի Աստծուց։ Հարգելի քաղաքացիներ, փոխանցեք իրար, մի վախեցեք փոփոխություններից, մի վախեցեք լավ լինելուց։ Եթե դուք հավատաք, ամեն ինչ լավ կլինի, ամեն ինչ հավատով եղավ։ Աբրահամը միշտ հլպատություն հավատով Աստծո հետ ուխտ կազմեց, հավատաց Աստծուն։ Հավատա դա նշանակում այն է, եւ ինչ որ դուք մի բան մտածում եք, որ ինչ որ խոսք պետք է ասվի եւ ասма դուք այդ բանին հավատում եք, չէ՞ որ դուք հույս ունեիք, հավատացիք, իսկ հույսը ի՞նչն է։ Դա սպասելիքն է, դա նախատեսվածն է։ Իսկ եթե դուք նախատեսեք, դուք սպասելիք ունենաք լավին, հավատին, սիրուն, բարուն, ինքը չի արվում հենց մի վայրկյանում, ինքը ժամանակ է տևում, որ արվում է։ Մինչև 9 ամիս չի անցնում, երեխան չի ծնվում։ Բայց երբ որ ծնվում է, կինը մոռանում է իր ողջ ցավերը, որովհետև մի նոր մարդ եկավ աշխարհ։ Պետք է գնալ Աստծուն։ Պետք է հավատալ, պետք է հույս ունենալ, որ դու կարաս սիրես։ Պետք չի վախենալ սիրուց, պետք չի վախենալ սեր բառը արտահայտելուց, պետք չի վախենալ խնդրել բառը արտահայտելուց, պետք չի բառերից, բառերը իրանք նշանակություն են, որ իմաստ են կրում, բացատրում են տվյալ դրվագը, հա, բառեր կան, որոնք իրանք հասկացություններ են, բառեր կան, որ կոնկրետ ռեալ տեսարաններ են նկարագրում։ Հայհոյանքը նա չի, որ ժարգոնային բառ ես օգտագործում։ Հայհոյանքը նա է, երբ որ մարդուն վիրավորում ես, երբ որ նույն բերանով համորտում ես մարդուն, համ անիծում ես, երբ որ ասում ես վատը, երբ որ ասում ես կեղտոտ, երբ որ ասում ես անիծյալ, երբ որ ասում ես հիմար։ Իսկ առնանդամի կոպիտ բառը օգտագործելով, երբ որ մարդը առնանդամը, որ ինքը նկարագրում է տվյալ օրգանը, կամ որևիցե նմանատիպ բառեր, որոնք որ կարծում եմ հենց հիմա լսելուց էլ դուք անարմար կզգաք, բայց դրան ժարգոնային օգտագործումը թեկուզ եւ դրվագի ընթացքում կարելի է մեղք համարել։ Մարդը այդպես է խոսում։ Իր խոսալա ոչն է, ինքը չի կրթվել, անգրագետ, անգրագիտությունը դա դեռ չի նշանակում, որ մարդը վատն է։ Մենք էլ ենք անգրագետ, մենք գիտենք, որ մենք ոչ մի բան չգիտենք, բայց չի նշանակում, որ մենք վատն ենք, մենք չենք կարող սիրել։ Չի նշանակում են հանցագործությունները, որ կատարում է, ըստ ձեզ դուք մեկնաբանում եք հանցագործություն մարդկանց տարիներով դատում եք, կամ դատում ենք, մենք էլ ենք դատում, մենք էլ ենք դատել։ Հա, մենք հիմա ներողություն ենք խնդրում ու ապաշխարելով գնում ենք դեպի այն ճանապարհ, որ շատ ավելի քիչ տեղեր ենք դատում, բայց մենք էլ ենք դատում ու հասկանում ենք, որ այդ դատելը սխալ է։ Պետք չի դատել, պետք է ներել։ Պետք է ներել Թուրքիային իր կատարած ցեղասպանության համար, որովհետև Հիսուս Քրիստոսը ներեց, երբ որ իրան խաչում էին, ինքը ասաց ներիր հայր, որտեղ իրանք չեն հասկանում ինչ են անում։ Պետք է փորձել գոնե ներել։ Երբ որ ամբողջ հայերը աշխարհում կհամախմբվեն
Եվ կկարնա մինենց մեծ միաբանություն կազմել, որը երազել են բոլորի հայրերը, դա իրական չի ինչ մասնագիտություն, ինչ կրոն, ինչ առաքելություն, միաբանության մասին բոլորն են երազել երազում, երբ որ կկայանա այդ միաբանությունը, անգամ ներողության դեպքում, տեսեք ինչպես դուք ձեզ լավ կզգաք և ինչպես աշխարհը ձեզ ծափ կտա, որ դուք կարող եք ներել, հասկանալ, խելացիանալ և ազգը բարձրացնել և սիրել եղբորը այնպես ինչպես կսիրես դու ինքդ քեզ։ Եվ ամենամեծ պատվերը դա է՝ սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով, քո ամբողջ էությամբ և քո ընկերոջը սիրիր քո անձի պես։ Եվ սիրիր այնպես ինչպես Հիսուս Քրիստոսը սիրեց մեզի, որովհետև ինձ ինքը տենց ասեց, որ ես եկա, որ դուք հասկանաք, սիրեք իրար։ Իսկ Հիսուս Քրիստոսը լվաց իր աշակերտների ոտքերը, ասելով, որ ճիշտ է, ես եմ միակ ուսուցիչը, միակ վարդապետը, չկա Տեր Հայր, Տեր Հայր վարդապետ, Սուրբ Հայր, ձեր միակ Հայրը Տերը դա Աստված է, դա Հիսուս Քրիստոսն է, իր ճիշտ ուղղություններով, որը որ վարձականի պես չի թողում իր հոտը ու փախնում, ոնց որ այսօր բոլորը տականատես եղաք, հենց մենակ մեր քաղաքական գործունեության կամ ամբողջ աշխարհի պատմության մեջ, սկսած Հռոմի պատմությունից եւ վերջացած բոլորիցս, մենք վարձական կարանք լինենք, մենք միայն կլինենք ճշմարիտ Տեր, եթե դռնով մտնենք, իսկ դուռը դա միայն Հիսուս Քրիստոսն է։ Իսկ Հիսուս Քրիստոսը շատ խոսքեր ունի ասված, հենց այստեղ, հենց մեր մոլորակի վրա, հենց ինքը Աստված, որ դա պետք է իմանալ ու հասկանալ ու կատարել։ Եվ կատարելու դեպքում միայն կարելի է հասկանալ։ Դա իրոք ճիշտ է, թե ոչ։ Եթե չես անում, չես կարող իմանալ դա ճիշտ է։ Եթե չես թողել ունեցվածքդ, եթե չես թողել անձդ, դու չես կարող հասկանալ այդ անձիդ մեծությունը, անձիդ փառքը։ Ինչքան կարա անձը թողել, դա չի նշանակում վարկաբեկել, դա չի նշանակում նվաստանալ, դա չի նշանակում բարոյազուրկ դառնալ բոս։ Գնալ Հիսուսի հետևից նշանակում է գնալ կատարելության հետևից, գնալ կատարյալ բարու հետևից, դառնալ համակ բարի, դառնալ բարիության խորհրդանիշ։ Եվ մի կասկածեք Աստծո վրա, եւ մի կասկածեք, որ այն ինչ որ հնարավոր չի մարդու համար, հնարավոր է Աստծո համար։ Դա հիշեք, որ այն ինչ որ հնարավոր չի մարդու համար, հնարավոր է Աստծո համար։ Եվ միայն Աստված կարող է եւ հիվանդություններ, եւ տիեզերք, եւ ձեր ամբողջ աշխարհայացքներ, եւ տիեզերքից մեծ գաղափարներ տալ ձեզ, որ դուք կարողանաք հասկանալ, բայց մինչ այդ դուք պետք է երկնային գործերը քննեք։ Ստեղ ապրելով դուք պետք է սիրեք, որտեղ ձեզ ասված է, որ սիրեք։ Ձեր ամենամեծ պատվերը, ամենամեծ հասանելին, սերը դա հենց ինքը Աստված է։ Սիրելիներս, կարծում եմ դեռ շատ ժամանակ կունենանք խոսալու, բայց ես մեր կողմից այն բոլոր նրանց, ովքեր որ սիրուն են ձգտում, սկսած աստվածաշնչյան ներառվածներից միջև բոլոր նրանց, ովքեր որ կան եւ ովքեր որ եղել են, թող Աստված օրհնի բոլորիս, թող Հիսուս Քրիստոսը օրհնի բոլորիս։ Մեկ եղեք, մի գաղափարի շուրջ խոսացեք։